Անվտանգություն, արդարություն, ինքնիշխանություն։ Պետության կայուն զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ ապահովված են ազգային անվտանգությունը, սոցիալական արդարությունը եւ պետական ինքնիշխանությունը։ Ժամանակակից աշխարհում պետությունները կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ՝ ռազմական սպառնալիքներ, տնտեսական կախվածություն, ժողովրդավարական խնդիրների եւ ինստիտուցիոնալ թուլություններ։ Հայաստանի համար այս խնդիրները հատկապես կարևոր են, քանի որ մեր պետության ապագան կախված է ուժեղ բանակից, կայուն տնտեսությունից, արդար կառավարման համակարգից եւ հայրենիքում ապրելու ու արարելու վստահությունից։ Այս զեկույցը ներկայացնում է այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են նպաստել ազգային անվտանգության ամրապնդմանը եւ պետականության զարգացմանը։ Առաջին՝ ժամանակակից հզոր եւ մարտունակ բանակի ձևավորում։ Ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը հզոր բանակն է։ Ժամանակակից աշխարհում բանակը միայն զինված ուժ չէ, այն տեխնոլոգիական, կազմակերպված եւ բարձր պատրաստվածությամբ համակարգ է։ Հզոր բանակ ձևավորելու համար անհրաժեշտ է զարգացնել ռազմական կրթությունը, մասնագիտական պատրաստվածությունը, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ եւ անօդաչու համակարգեր, բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, ամրապնդել բանակ հասարակության կապը, զարգացնել ռադիոարդյունաբերությունը եւ տեղական արտադրությունը։ Ուժեղ բանակը ոչ միայն պաշտպանում է սահմանները, այլև նաեւ ամրապնդում է ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ։ Երկրորդ՝ էներգետիկ, ջրային եւ պարենային ինքնաբավության պետության անկախությունը հնարավոր չէ ապահովել առանց կենսունակ ռեսուրսների ինքնաբավության։ Էներգետիկ անվտանգություն։ Հայաստանը պետք է զարգացնի վերականգնող էներգիայի աղբյուրները՝ արևային, հողմային եւ ջրային էներգիան։ Սա կնվազեցնի արտաքին կախվածությունը եւ կուժեղացնի տնտեսությունը։ Ջրային անվտանգություն։ Ջուրը ռազմավարական ռեսուրս է, անհրաժեշտ է պահպանել եւ արդյունավետ օգտագործել ջրային պաշարները, զարգացնել ոռոգման համակարգերը, կանխել ջրային ռեսուրսների պղտորումը։ Պարենային անվտանգություն։ Գյուղատնտեսության զարգացումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Պետք է խթանել տեղական արտադրությունը, գյուղական համայնքների զարգացումը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրումը, հայրենական արտադրանքի մրցունակությունը, ինքնաբավ պետությունը ավելի կայուն եւ ավելի դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ։ Երրորդ՝ պետական ինստիտուտների ամրապնդում եւ անկախ դատական համակարգ։ Ուժեղ պետությունը կառուցում է ամուր պետական ինստիտուտների վրա, երբ գործում են արդար օրենքներ եւ անկախ դատական համակարգ, քաղաքացին վստահում է պետությանը։ Անհրաժեշտ է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել օրենքի գերակայունությունը, ստեղծել իսկապես անկախ եւ անաչառ դատական համակարգ, պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունը։ Արդարությունը պետք է հիմք հանդիսանա։ Առանց արդարության հնարավոր չէ ստեղծել համախմբված եւ վստահ հասարակություն։ Չորրորդ՝ ժողովրդագրական անվտանգություն։ Ժողովրդագրական խնդիրները ազգային անվտանգության կարևոր մաս են կազմում։ Բնակչության նվազումը թուլացնում է պետության տնտեսական, սոցիալական եւ պաշտպանական ներուժը։ Արտագաղթի նվազեցում։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ հայրենիքում կարող են ապրել արժանապատիվ կյանքով։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել կյանքի որակը, ապահովել սոցիալական արդարություն, զարգացնել մարզերը, ներգաղթի խթանում։ Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի սփյուռքահայերը եւ առերկրում ապրող հայրենակիցները վերադառնան հայրենիք։ Կարևոր է ապահովել բնակարանային ծրագրեր, կրթական եւ աշխատանքային հնարավորություններ, հայրենադարձության պետական աջակցություն։ Ծնելիության աճ, ընտանիքի ամրապնդումը եւ երեխաների ծնունդը պետք է լինեն պետական առաջնահերթություն։ Անհրաժեշտ է աջակցել երիտասարդ ընտանիքներին, բարելավել մայրության եւ մանկության պաշտպանության ծրագրերը, զարգացնել կրթական եւ առողջապահական համակարգերը։ Ժողովրդագրական աճը պետության ապագայի կարևորագույն երաշխիքներից է։